Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ բնականաբար մենք խոսում ենք առողջության մասին։ Այսօրվա հաղորդումը նվիրելու ենք կանանց առողջությանը, կանանց առողջության պահպանմանը։ Խոսելու ենք արգանդի պարանոցի քաղցկեղից, բայց այսօր մենք չենք պատմի բուժման մեթոդների մասին։ Մենք այսօր կպատմենք, թե ինչ անել, որպեսզի կինը չհիվանդանա արգանդի պարանոցի քաղցկեղով։ Մի քանի պարզագույն քայլեր, որոնք կփրկեն բազմաթիվ կյանքեր, որոնք ցավոք սրտի այսօր Հայաստանում մենք կորցնում ենք երիտասարդ կանանց, որոնք կարող էին երեխաներ ունենալ, որոնք կարող էին լինել իրենց հարազատների կողքին, որոնք կարող էին լինել երջանիկ։ Մենք կփորձենք վերականգնել այս պատկերը, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը միշտ ժպտա։ Գնացինք դիտելու տեսանյութը, հետո արդեն կզրուցենք ծրագրի մասին։ Pap test մեթոդ, որի շնորհիվ հնարավոր եղավ գնահատել արգանդի պարանոցի քաղցկեղի հավանականությունը։ Բժշկությունն անզոր էր կանանց պատուհասող ամենատարածված հիվանդության դեմ, երբ հույն բժիշկ Գեորգիոս Պապա-Նիկոլաուն անհավանական բացահայտում արեց։ Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել բջջաբանական հետազոտության միջոցով, հայտնաբերելով վտանգը այն ժամանակ, երբ դեռևս չկան անգամ կլինիկական սիմպտոմները։ 1941 թվականից ի վեր այս սկրինինգային հետազոտությունը պաշտոնապես կրում է մեթոդը հայտնաբերած գիտնականի անունը։ Այն երկրներում, որտեղ Pap test-ը հասանելի է բոլորին, արգանդի պարանոցի քաղցկեղից մահացությունը նվազել է շուրջ 80%-ով։ Այնուամենայնիվ հիվանդությունը դեռևս լուրջ սպառնալիք է։ Կանանց հիվանդություններից այն տարածվածությամբ 4-րդն է, իսկ մահացությամբ 2-րդը։ Աշխարհում տարեկան գրանցվում է շուրջ 600,000 նոր դեպք, որոնց կեսից ավելին ցավոք չափազանց ուշ է հայտնաբերվում։ Աննկատ ընթացող հիվանդության գլխավոր հարուցիչը մարդու պապիլոմավիրուսն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին առաջարկում է 90-70-90 բանաձևը, ըստ որի քաղցկեղի այդ տեսակը հնարավոր է հաղթահարել, եթե պատվաստվեն աղջիկների 90%-ը, սկրինինգ անցնեն 30-ից 60 տարեկան կանանց 70%-ը, իսկ նախաքաղցկեղային փուլում գտնվողների առնվազն 90%-ը ժամանակին ստանա որակյալ բուժում։ Եվ այսպես հարգելի հեռուստատիտողներ, անցնենք արդեն բուն թեմային։ Ինչպես նկարագրեցինք, հասկացաք, որ թեման նվիրված է արգանդի պարանոցի քաղցկեղին, ավելի ճիշտ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը։ Ինչու ենք մենք խոսում կանխարգելման մասին, որովհետև արգանդի պարանոցի քաղցկեղը եզակի քաղցկեղներից մեկն է, այսինքն երևի թե միակը, որը կարելի է գրեթե 100% դեպքերում կանխարգելել, որովհետև մենք գիտենք առաջացման պատճառները, մենք գիտենք ընթացքը եւ մենք կարող ենք ցանկացած պահին կանգնեցնել ուռուցքային process-ի զարգացումը։ Ընդ որում մեզ համար կա բավականին երկար ժամանակ։ Մենք կարող ենք դա անել տարիների ընթացքում, որովհետև քաղցկեղը զարգանում է տարիների ընթացքում։ Սովորաբար հաղորդման այս հատվածում ես հրավիրում եմ հյուրի, բայց այսօր հյուր չկա, հյուրը լինելու եմ ես, որովհետև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը գրել եմ հենց ես եւ երևի թե ճիշտ կլինի հենց ինքս էլ ներկայացնեմ, եւ ես շատ ուրախ եմ, որ երկար տարիների նախապատրաստական աշխատանքներից հետո վերջապես Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի դեկտեմբերից մեկնարկեց արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը։ Ինչ է իրենից ներկայացնում։ Եկեք փորձեմ բացատրել ինչպես է առաջանում ուռուցքը եւ ինչ ունենք մենք հիմա կանխարգելելու համար։ Գիտնականները պարզել են արդեն մի քանի տասնամյակ առաջ, որ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման հիմքում ընկած է վիրուսը։ Դա մարդու պապիլոմավիրուսն է։ Մարդու պապիլոմավիրուսը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, որևէ այլ տարբերակով այն փոխանցվել չի կարող։ Մարդու պապիլոմավիրուսը արյան մեջ չի լինում, այսպես կոչված վիրեմիա, արյան մեջ վիրուս չի լինում։ Այն տեղակայվում է հենց արգանդի պարանոցի այս տափակ էպիթելի վրա։ Եվ այսպես կինը վարակվում է պապիլոմավիրուսով։ Պապիլոմավիրուսը, այդ նույն մարդու պապիլոմավիրուս կամ ինչպես անվանում ենք HPV միջազգային այսպես տարբերակով ունի մոտավորապես 200 շտամ, շատ տարբեր են։ Այս 200 շտամից մոտավորապես 30-ը կարող են
ախտահարել կանացի օրգանները։ Սրանցից մոտավորապես 14-ը համարվում է, որ կարող են առաջացնել քաղցկեղ։ Ընդ որում այս 14-ից ամենավտանգավորը երկուսն են՝ 16 եւ 18 տեսակները։ Ինչու՞, որովհետեւ պարզվում է, որ քաղցկեղի առաջացման ժամանակ մոտավորապես 85% դեպքերում հայտնաբերում ենք այս երկուսին։ Այս երկուսը պատասխանատու են գրեթե 85% դեպքերի համար։ Մնացյալ խումբը ամբողջությամբ պատասխանատու է դեպքերի ընդամենը 15%-ի համար, բայց էլի ունի փաստորեն վտանգ։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ եթե կա վիրուս, մենք պետք է ավելի զգույշ լինենք, ավելի զգոն լինենք, որովհետև այդ կնոջ մոտ կարող է զարգանալ քաղցկեղ։ Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ եթե դուք ունեք պապիլոմավիրուս, ուրեմն ձեզ մոտ պետք է անպայման քաղցկեղ զարգանա։ Չկա նման բան։ Բավականին շատ տոկոս դեպքերում կանայք ունենում են այս վիրուսը, բայց նրանք չեն հիվանդանում։ Ինչքան ավելի շատ են սեռական զուգընկերները, այնքան ավելի մեծ է հավանականությունը։ Օրինակ, եվրոպական երկրներում ամենաբարձր ցուցանիշները գրանցված են Իտալիայում, Իսպանիայում, որտեղ կանանց 40%-ից ավելը ունի այս վիրուսը։ Դա չի նշանակում, որ 40%-ից ավելը իտալացի կամ իսպանացի կանանց անպայման հիվանդանալու է արգանդի պարանոցի քաղցկեղով։ Կան նպաստող գործոններ, բայց դրա մասին ավելի ուշ։ Հիմա ինչ է տեղի ունենում, եթե կինը վարակվել է այս վիրուսով, ապա մենք պետք է զգույշ լինենք եւ փորձենք հասկանալ, թե ինչ հետազոտություններ պետք է կատարենք։ Կինը այսօր Հայաստանի Հանրապետությունում ապահովագրություն ունեցող 30-ից 60 տարեկան ցանկացած կին կարող է գնալ իր պոլիկլինիկան եւ բացարձակ անվճար հանձնել այս վիրուսի համար նախատեսված թեստը։ Թեստը մենք ընտրել ենք ամենաբարձրակարգը, ամենալավը եւ դա ի սկզբանե գրած էր ծրագրի մեջ, որպեսզի պատկերացնեք, աշխարհում կա ավելի քան 650 տեստ եւ դրանցից միայն 10-ից պակասն է, որ ունեն այսպիսի արտոնագրում եւ այո, պետությունը այսօր գնել է այդ թեստերը։ Ես կարող եմ անգամ ասել արժեքը եւ դուք կարող եք մտնել ցանկացած մասնավոր լաբորատորիա եւ հասկանալ, որ արժեքը օրինակ նման հետազոտության, եթե դուք գնաք մասնավոր կարգով հանձնելու սկսում է 20,000 դրամից։ Եթե համեմատենք նախկին ծրագրերի հետ, ապա մեկ հիվանդի համար նախատեսված էր, եթե չեմ սխալվում, 2300-2400 դրամ եւ վերջ, դա ամբողջն էր, այսինքն արվում էր փապ տեստով, որը շատ ավելի թույլ հետազոտության միջոց է։ Հիմա միայն սա արդեն բավականին լուրջ գումար արժի, բայց նախատեսված է, ձեզնից յուրաքանչյուրը կարող է անվճար 30-ից 60 տարեկան կինը գնալ եւ հանձնել այդ հետազոտությունը։ Ինչա տեղի ունենում դրանից հետո։ Ունենք երկու տարբերակ։ Առաջի տարբերակում կնոջ մոտ չկա վիրուսը, ես ձեզ շնորհավորում եմ, ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, դուք չունեք վիրուսը եւ նշանակում է, որ ձեզ մոտ արգանդի պարանոցի քաղցկեղ չի կարող լինել, եւ ձեզ ասում են հաջողություն, գնացեք տուն եւ կգաք հաջորդ հետազոտությանը 5 տարի հետո։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ։ Տարբերակ 2. Դուք ունեք խնդիր, ձեզ մոտ հայտնաբերվել է, ընդ որում այս թեստը մեզ հնարավորություն է տալիս ասել 16-18-ն է, թե այն մյուս խումբն է, որ այնքան էլ վտանգավոր չի։ Շատ լավ, հայտնաբերվեց, ինչ ենք անում, հաջորդ քայլը կնոջը ասում ենք, գիտեք, դուք պետք է անցնեք կոլպոսկոպիկ հետազոտություն։ Կոլպոսկոպիկ հետազոտությունը, երբ հատուկ սարքավորմամբ հետազոտվում է արգանդի պարանոցը, որի պարագայում սա նույնպես արվում է անվճար, արվում են նույնպես միջազգային հավաստագրում ստացած մասնագետների կողմից, մենք նրանց բոլորին վերապատրաստել ենք եւ ձեզ տրվում է ցանկը, ասում են այս ցանկով, այս կլինիկաներում, որ մեկում ուզում եք, դուք կարող եք ձեր ուղեգրով գնալ եւ անցնել այդ հետազոտությունը, բացարձակ անվճար։ Կոլպոսկոպիստը ունի երկու տարբերակ։ Տարբերակ առաջին, ասում է, այստեղ ոչ մի վտանգավոր բան չկա, եւ այդ պարագայում դուք գնում եք տուն եւ հետ եք գալիս 1 տարի հետո։ Ի տարբերություն այն կանանց, որոնք չունեին վիրուսը եւ 5 տարի հետո պետք է գային, այստեղ ասում ենք 1 տարի հետո դուք նորից պետք է գաք հետազոտության։ Ընդ որում, երբ որ դուք 1 տարի հետո հետ եք գալիս հետազոտության, ամեն ինչ սկսվում է նորից։ Դուք էլի անցնում եք պապիլոմավիրուսի դեմ թեստը։ Ինչի համար, չէ՞ որ արդեն թեստը կա, արդեն գիտենք, որ վիրուսը կա, վարակված ենք։
Որովհետև շատ հետաքրքիր մի հատ պահ կա։ Պատկերացրեք, որ վիրուսը իրականում մենք բուժել չենք կարող։ Ժամանակակից բժշկությունը ասում է կներեք, մենք անզոր ենք։ Վիրուսները դրանք ներբջջային օրգանիզմներ են եւ նրանց բուժել, վերացնել ժամանակակից բժշկությունը չի կարող։ Բայց այնինչ չի կարող անել ժամանակակից բժշկությունը, պարզվում է, որ կարող է անել կնոջ օրգանիզմը։ Եվ շատ ու շատ կանայք, ինչպես վարակվում են այս վիրուսով, այնպես էլ ինքնուրույն ինքնաբուժում է տեղի ունենում, անցնում է իրենց չեն էլ իմանում, որ իրենք հիվանդ էին, վարակվել էին, հետո էլ մի բան էլ բուժվեցին։ Բայց այնուամենայնիվ, եթե դուք հանձնեցիք, ձեզ մոտ պարզվեց, որ ձեզ մոտ գնացել է ինքնաբուժում, ելի գնացինք 5 տարի հետո գալու ճանապարհով։ Եթե պարզվում է, որ չէ, ձեզ մոտ վիրուսը կա, դուք նորից գնում եք կոլպոսկոպիկ հետազոտության։ Ամեն ինչը ելի արվում է անվճար։ Եթե ամեն ինչ նորմալ է 1 տարի հետո, եթե տարբերակ երկու կոլպոսկոպիստը տեսնում է այնտեղ օջախ ու հասկանում է, որ այստեղ կարող է վտանգավոր հատված լինել նախաքաղցկեղային, այստեղից մենք վերցնում ենք բիոպսիա։ Դա բացարձական ցավ է, ոչ մի վտանգավոր բան չկա եւ այս բիոպսիան նյութը ընդհանրապես մի փոքրիկ կտոր գնում է հյուսվածաբանական հետազոտության։ Հյուսվածաբանական հետազոտությունը էլի անում են ամենալավ լաբորատորիաները եւ էլի դա ձեզ համար անվճար է։ Ոչինչ դուք դրա համար չեք վճարում։ Հյուսվածաբանական պատասխանը եկավ, կան տարբերակներ, երբ որ մենք ունենք թույլ արտահայտված խնդիրներ, որոնց ժամանակ պետք է ընդհանրապես պահել հսկողության տակ եւ կա տարբերակ, երբ այստեղ պետք է իրականացնել արդեն բուժում։ Բուժումը սովորաբար իրենից ներկայացնում է փոքրիկ վիրահատական միջամտություններ, այսպես կոչված արգանդի պարանոցի կոնիզացիաներ։ Երևի տևում է 2-ից 3 րոպե։ Արգանդի պարանոցը շատ հետաքրքիր օրգան է եւ երբ որ դու այդ հատվածով այսպես փոքրիկ սարքով կտրում հեռացնում ես, ոչինչ չես անում, կարեր չես դնում, ոչ մի բան չես անում։ Մոտավորապես 1 ամսվա ընթացքում գալիս է լցվում է, դառնում է նոր արգանդի պարանոց։ Տեսքից ինչ ոչ մի բանով չի տարբերվում սովորական նախկին արգանդի պարանոցից, շատ ավելի գեղեցիկ, ավելի կոկիկ, այսպես հավաքվում է, գալիս է եւ կարող է հանգիստ ծառայել, այդ կանայք կարող են ծննդաբերել եւ հանգիստ ապրել։ Ու չմտածել քաղցկեղի մասին։ Ինչն է հետաքրքիր, որ այս վիրահատությունը նույնպես արվելու է բացարձակ անվճար։ Այսինքն մենք չունենք որևէ խնդիր, մենք չունենք, որ ասենք, գիտեք, դե գումար չունեինք, դե գիտեք, բա որ հայտնաբերվեի, մեկը հնարավորություններ չունեի եւ այլն եւ այլն։ Ամբողջ շղթան մենք փորձել ենք անել այն մեթոդներով, որոնք խորհուրդ են տրվում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մեր բոլոր մասնագետները վերապատրաստվել են։ Մենք գնել ենք լավագույն թեստերը։ Մեր կոլպոսկոպիստները անցել են ամենահեղինակավոր հավաստագրումը, հանձնել են միջազգային քննություններ եւ նրանք այսօր պատրաստ են ձեզ ընդունել։ Եվ ձեզանից պահանջվում է ընդամենը գալ հանձնել թեստը։ Իդեպ, թեստերի հետ կապված նույնպես առաջացավ այսպիսի մի խնդիր, ասում էին շատ կանայք ամաչում են, նեղվում են, չեն ուզում գնալ գինեկոլոգի մոտ, մենք մտածել ենք անգամ նրանց մասին։ Եվ թեստերի մեջ նաև պայման էինք դրել, որ այո, կան ընկերություններ, որոնք արտադրում են թեստեր այսպես կոչված ինքնուրույն թեստավորման համար։ Այսինքն դուք կարող եք գնալ ձեր պոլիկլինիկան եւ խնդրել ասել, գիտեք, ես չեմ ուզում, օրինակ, չգիտեմ, ինձ համար հարմար չի եւ այդ թեստը վերցնել։ Ձեզ կարող են տրամադրել կամ կտրամադրեն առանձին սենյակ, որտեղ դուք ինքնուրույն ձեզ կբացատրեն, այնտեղ կա ներդիր, որով շատ պարզ, շատ հասարակ ձևով ինքնուրույն կարող եք ինքներդ այդ թեստը վերցնել, կամ կարող եք անգամ գալ տուն, տանը թեստը իրականացնել եւ արդեն փակ տարայով տանել հանձնել պոլիկլինիկա։ Անգամ դա ենք մտածել, որպեսզի որևէ մեկը չասի, որ վայ, դե սա էր խանգարում, նա էր խանգարում, երրորդը, չորրորդը։ Կա այդպիսի գաղափար, ասում են, եթե կինը հիվանդացել է արգանդի պարանոցի քաղցկեղով, ամենայն հավանականությամբ այդտեղ կա ինչ-որ մեկի մեղավորությունը։ Սա իսկապես շատ կարևոր փաստ է, որովհետև տեսեք, մենք գիտենք այս հիվանդության առաջացման ամբողջ պատճառագիտությունը։ Մենք կարող ենք դա կանխարգելել, մենք կարող ենք դա զրոյացնել։ Եթե մենք ճիշտ աշխատենք,
տարիներ անց Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղ ասածը ընդհանրապես չի լինելու, ընդհանրապես ամբողջությամբ վերացած է լինելու այս հիվանդությունը։ Ցավոք սրտի այսօր Հայաստանում մոտավորապես 230-ից 280 կին ամեն տարի հիվանդանում է այս դաժան հիվանդությամբ։ Ցավոք սրտի ամեն տարի Հայաստանում մոտավորապես 150 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։ Նրանք էլ ովքեր չեն մահացել, նրանք անցնում են շատ դաժան վիրահատական, ճառագայթային, քիմիոթերապևտիկ բուժումներ եւ այո, նրանք դառնում են հաշմանդամ։ Հիմա արդեն ընտրությունը մերն է եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում ներդրվել է աշխարհի լավագույն սկրինինգային ծրագրերից մեկը։ Մենք գնել ենք ամեն ինչ, մենք ունենք լավագույն սարքավորումները, լավագույն մեթոդները, լավագույն մասնագետները։ Ձեզնից ընդամենը պահանջվում է գնալ ձեր պոլիկլինիկան եւ տառացիորեն մի քանի րոպե հատկացնել այդ հետազոտության համար։ Մի քանի րոպե։ Եթե ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ձեզ հաջորդ անգամ կանչելու են 5 տարի հետո։ Բայց դուք ազատ եք լինելու այս շատ վախենալու եւ շատ տարածված հիվանդությունից։ Եթե ձեզ մոտ խնդիր կլինի, այդ խնդիրը ամբողջությամբ րոպեների ընթացքում կարելի է շտկել եւ թույլ չտալ, որ ձեզ մոտ զարգանա այս հիվանդությունը։ Եվս մեկ անգամ ասում եմ, եթե դուք ունեք ապահովագրություն, դուք մտնում եք ձեր պոլիկլինիկան եւ խնդրում եք, եթե դուք 30-ից 60 տարեկան եք, անցնել այս հետազոտությունը։ Իդեպ ինչի 30-ից 60 տարեկան միշտ այդ հարցը նույնպես տալիս են, որտեղ մինչև 30 տարեկանը ամենայն հավանականությամբ կամ ձեր մոտ լինելու է ինքնաբուժում, կամ ձեզ մոտ դեռևս հասցրած չի լինելու զարգանալ այս հիվանդությունը։ Ինչի մինչև 60 տարեկան, որովհետև 60 տարեկանից հետո համարվում է, որ եթե դուք հանձնում եք անալիզը, ձեզ մոտ ամեն ինչ նորմալ էր, ապա ամենայն հավանականությամբ 60 տարեկանից հետո ձեզ մոտ այս հիվանդությունը այլևս չի զարգանալու։ Վտանգավոր խումբը, այո, 30-ից 60 տարեկան կանայք են։ Հենց դրա համար էլ այս հետազոտությունը անցկացվում է այս տարիքային խմբում։ Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային հետազոտության մասին այսքանը, հուսով եմ, որ մենք տարիներ անց այս կնայենք, կծիծաղենք, կասենք, այ հիշում եք կար ժամանակ, երբ որ Հայաստանում այս հիվանդությունը շատ տարածված էր։ Հիմա մենք այդ հիվանդությունը այլևս չունենք։ Կտեսնենք ինչպես կզարգանա։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է, որտեղ մենք քննարկելու ենք այսօր բավականին նուրբ եւ շատերի համար բարդ թեմա։ Մենք խոսելու ենք դեռահասների սեռական դաստիարակությունից։ Երբ խոսել երեխայի հետ, ինչ խոսել, փորձելու ենք բարձել մասնագետի հետ, իսկ մասնագետն այսօր մանկաբույժ դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան է, դիմավորենք։ Ողջույն բժշկին։ Ողջույն։ Եվ այսպես դեռահասների սեռական դաստիարակությունը։ Պետք է այն լինի, չպետք է լինի, ինչ տարիքից տղա, աղջիկ տարբերությունները, խնդրեմ։ Իրականում, երբ որ մենք սկսում ենք խոսել եւ հենց այդ բառակապակցությունից սկսվում են ավելի շատ վախեր ծնողների մոտ։ Եվ առաջի հերթին պետք է հասկանանք ինչ վախեր ունեն եւ ինչ են իրանք ենթադրում ասելով այդ սեռական դաստիարակությունը, ինչի հետ են կապված այդ վախերը։ Շատ դեպքերում վախերը կապված են գիտելիքի պակասի, ինֆորմացիայի պակասի կամ թյուր ինֆորմացիայի պակաս ունի։ Այո, շատ դեպքերում ծնողը ինքը այդ ինֆորմացիայի պակաս ունի եւ այն ինչ որ ինքը պատկերացնում է իր մեջ այդ վախերը, սարսափները, որը կարող են լինել, միանգամից ասում է, չէ, պետք չի, ինչի համար, բայց եթե ծնողը չի կարող խոսել, այդ դեպքում արդեն դրա մասին պետք է խոսեն բժիշկները, ուսուցիչները, բայց իհարկե ճիշտ կլինի, որ սկսի ծնողը, որտեղ երեխան ծնվում եւ մեծանում է ընտանիքում, որտեղ որ ինքը նաեւ տեսնում է այդ սերադերային վերաբերմունքը եւ եկեք նաեւ հիշենք, որ ծնված օրվանից է սկսում սեռական դաստիարակությունը, ոչ թե ինքը ծնվել հասել է դեռահասային տարիք եւ այստեղ մենք պետք է խոսենք, բայ ինչի մասին ենք խոսելու։ Եկեք չմոռանանք, որ երեխայի այդ սեռային նույնականացումը, իդենտիֆիկացիան տեղի ունենում մինչեւ 5 տարեկան, երբ որ ինքը արդեն 3-ից 5 տարեկանում հստակ գիտակցում է ինքը ինչ սեռի է եւ ինքը իրան նույնականացնում է նույն
հեռի ծնողի հետ։ Դա շատ լավ տեսնում ենք, երբ որ աղջիկները վերցնում են մամաների կոսմետիկա կամ հագնում են մամայի կրունկով կոշիկը, տղաները կարող են վերցնել պապայի պայուսակը կամ պապայի գլխարկը կամ պապայի վերարկուն եւ այդ 5 տարեկան Այո, 3-ից 5 տարեկան, ու կարող ենք ասել մինչև 6, 3-ից 5-ը, 4-ից 6-ը, մոտավորապես ինքը գիտի։ 5-ից կամ 6-ից 10 տարեկան արդեն գնում են սերադերային վարքագիծը, այսինքն ինքը հստակ արդեն պահում է իրան այնպես, ինչպես որ ընդունված է այս կամ այն հասարակությունում պահել այն դերերը, որոնք որ հասարակությունը տալիս է կնոջը կամ տղամարդուն։ Տղային, հա, կնոջը տղամարդուն եւ ըստ դրան իրան ինքը պահում է։ Հետո արդեն մտնում է ինքը դեռահասային տարիք, երբ որ սկսվում է կտրուկ աճը, սեռահասունացումը եւ իհարկե ինքը փոքր երեխայից աստիճանաբար դառնում է մեծահասակ։ Երևի թե տանկ սահմանումը ինչ ենք հասկանում այդ սեռական դաստիարակության կամ սեռական կրթության տակ, դա այնպիսի գիտելիքներն են, այնպիսի տեղեկատվությունը, որը նախ եւ առաջ պետք է լինի տարիքին համապատասխան եւ տեղեկատվություն եւ տարիքին համապատասխան լեզվով, գիտականորեն ապացուցված այնպիսի տեղեկատվությունը, որը իրան հետագայում կօգնի եւ արժեքներ ձևավորել, եւ ունենալ պատասխանատու եւ անվտանգ վարքագիծ, եւ այդ պատասխանատու եւ անվտանգ վարքագիծը վերաբերվել է ոչ միայն իրան, նաեւ իր դիմացինին, այսինքն դա վերաբերվում է ոչ միայն սեռական վարքագծին։ Այդ բոլորը շատ գեղեցիկ էր, բայց դուք հիմա ասեցիք գիտական հիմնավորումով, տարիքին համապատասխան եւ այլն, այս խեղճ ծնողը, որը բժիշկ չի, հոգեբան չի, սովորական մարդ է, հիմա ոնց, որտեղից ոնց այդ ինֆորմացիան հայթայթի ու որ մի հատ էլ նստի ու երեխայի հետ սկսի զրուցել։ Երբ որ երեխան առաջի անգամ հարց է տալիս, այդ մենք կարող ենք սկսել այդ փոքր տարիքից, որտեղից եմ ես եկել, ինչպես եմ եկել, երեխային համապատասխան լեզվով կարելի է ասել, ոչ թե արագիլն է բերել, ոչ թե կաղամբի մեջ է ծնվել ինքը, այլ երեխան եղել է մամայի փորիկի մեջ եւ այնտեղից է եկել։ Հավատացեք, այդ երեխայի, այդ տարիքի երեխային դա լրիվ բավական է։ Դա լրիվ բավական է։ Հետո տարիքին համապատասխան արդեն ինչքան մեծանում է, պարզ լեզվով եւ կա եւ գրականություն համապատասխան եւ կան կայքեր եւ դեռահասների համար էլ մենք ունենք լավ պատրաստված կայք teenslife.am, որտեղ իրանք կարող են 13, 12+, 13+ գտնել համապատասխան ինֆորմացիա։ Ինչ վերաբերվում է դեռահասների, տեսեք, ստեղ արդեն խոսքը գնում է սեռական հասունացման մասին եւ ստեղ մենք պետք է նախապատրաստենք դեռահասին, որ իր հետ ինչպիսի փոփոխություններն են տեղի ունենալու մարմնի հետ եւ ինչպես ինքը կարողանա որոշ դեպքերում ասել ոչ, այսինքն ունենա ոչ միայն տեղեկատվություն, նաև ունենա հմտությունը, այդ հմտությունը, որը իր համար շատ կարևոր է լինելու եւ կարող է նաև փրկել իրան, իր առողջությունը եւ որոշ վիճակներում։ Ինչպես ասել ոչ, ինչպիսի սահմաններ դնել, անձնական սահմանները։ Ով է խոսում, տարբերություն կա, երեխան աղջիկ է թե տղա, որ մեկի հետ դիցուկ տղայի հետ լավ է հայրիկը զրուցի, աղջկա հետ լավ է մայրիկը, կա նման բան, թե տարբերություն չեք դնում։ Ճիշտ է, կարող է, որպեսզի ավելի հանգիստ միգուցե ծնողը ինքը իրան զգալ, կարող է հայրիկը խոսել տղայի հետ, մայրիկը աղջկա հետ, բայց իրականում կան դեպքեր, երբ որ այս կամ այն պատճառով ծնողներից մեկը կամ արկա չի, կամ բացակայում է, դա կարող է ցանկացած ծնողը խոսի, եթե ընտանիքում կան վստահելի հարաբերություններ, կամ մտերմություն, ջերմություն, ապա դա նորմալ է, եթե ծնողներից որևէ մեկը անկախ սեռից պատմի երեխային այս կամ այն տեղեկատվությունը։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հիմա մենք խնդիր ունենք ծնողների գիտելիքների հետ ու ես հիմա անընդհատ դա եմ մտածում, որ այսօրվա երեխաները նրանք շատ պրպտող են, նրանք իրենք կմտնեն 10, 11, 12 տարեկան երեխան հաստատ կմտնի ինտերնետից ինչ-որ մի բան կգտնի, բայց ես վստահ չեմ, որ նրանց ծնողները կգտնեն ճիշտ ինֆորմացիա եւ կարծում եմ, որ նրանց է պետք որոշակի տեղեկատվություն տրամադրել, թե ում հետ զրուցի, որտեղից գտնի այդ ինֆորմացիան, որ հետո էլ իր երեխաների հետ դրանով կիսվի, իր բառերով, իր ձևով։
Շատ ճիշտ եք ասում, իրականում այսօրվա նաև մեծ խնդիրը հենց նրանումն է, որ երբ որ ծնողները ասում են դե պետք չի խոսել, բայց եկեք ճիշտ ընդունենք, որ այսօր երեխաների ձեռը կա հեռախոս, որտեղ ինքը կարամտնի եւ հանդիպի այնպիսի տեղեկատվությանը, որը չի համապատասխանում իրականությանը, եւ ինքը սխալ ինֆորմացիան վերցի եւ այդ սխալը արդեն անցալի որպես ճիշտ։ Կամ կարա լինի, որ իրան այնպես ներկայացնեն այդ ինֆորմացիան, որը ինքը կհամարի դե եթե մեծն է պատմում դա նորմալ է եւ ցավոք սրտի այսօր դա քիչ չի։ Վերջին հետազոտությունը, որը արված է եղել հենց անցյալ տարի, ցույց տվեց, որ համացանցում երեխաները հանդիպում են նաեւ սեռական ոծնձգության եւ բռնությանը եւ մոտ 50%, եթե 50-ից մի քիչ էլ ավել, դեպքում նրանք, ովքեր որ իրականացնում են, լինում են երեխաներին ծանոթ մարդիկ եւ մեծահասակներ եւ հասակակիցներ։ Ցավոք սրտի դա շատ վատ բան է։ Ահավոր վատ բան է, ահավոր ծանր բան է եւ դրա համար նպատակն է այդ ամեն ինչի զինել երեխային գիտելիքով, հմտությունով, որ ինքը կարողանա հասկանալ, որ դեպքում ինքը հստակ պետք է ասի ոչ, որ դեպքում ինքը դիմի մեծահասակին, վստահելի մեծահասակին, դա կարա լինի ծնողը, կարա լինի ուսուցիչը, բժիշկը, դպրոցի հոգեբանը, որևէ մեկը, ում ինքը պատմի նման դեպքի մասին, որպեսզի դա արդեն չլինի ոչ իր հետ, ոչ էլ իր հասակակիցների հետ։ Գիտելիքն է պետք։ Գիտելիքով եթե զինված ենք, երեխան արդեն պաշտպանված կլինի այդ ամեն ինչից։ Իսկ ինչքան շատ դուք թաքցնում եք կամ ասում եք դե ժամանակը չի, դե պետք չի, մի մոռացեք, որ այսօր մենք շատ ավելի արագ ամեն ինչը տեղ ունենում եւ այն ինֆորմացիան ահռելի, այն տեղեկատվությունը, եթե դուք չտաք, կտա որևէ այլ մեկը եւ չգիտենք ինչ նպատակներով։ Շնորհակալություն, հարգելի հեռուստատիտողներ, խոսեք ձեր երեխաների հետ, կիսվեք ձեր երեխաների հետ եղեք լավագույն ընկերները։ Հիշեցնեմ, մենք խոսում էինք սեռական դաստիարակության մասին, իմ հյուրը Մարինա Մելքումովան էր, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք ամենապահանջված պրոցեդուրաներից մեկի՝ բիոռևիտալիզացիայի մասին։ Բիոռևիտալիզացիան ինյեկցիոն մեթոդ է, որի միջոցով մաշկի խոր շերտեր ենք ներմուծում հիալուրոնաթթուն, որը բերում է կնճիռների կանխարգելմանը, էլաստիկության եւ թարմ տեսքի վերականգնմանը։ Այն կիրառվում է դեմքի, պարանոցի, ձեռքերի հատվածներում, արագ է եւ արդյունավետ։ Տարիքի հետ մաշկը կորցնում է իր խոնավությունը, էլաստիկությունը եւ մանր կնճիռներ են ձևավորվում։ Դա տեղի է ունենում հիալուրոնաթթվի պակասի պատճառով։ Բիոռևիտալիզացիայի միջոցով մենք մաշկի խոր շերտեր ենք ներմուծում հիալուրոնաթթուն, որը ապահովում է մանր կնճիռների շտկումը։ Հաճախ այն կիրառվում է աչքերի շուրջ, դեմքին, պարանոցին եւ ձեռքերին։ Այսօր մենք կկատարենք աչքերի շուրջ հատվածում, պացիենտը կանգատվում է մանր կնճիռներից եւ մուգ շրջանակներից։ Պրոցեդուրայից հետո մաշկին կլինեն փոքր պապուլաներ, որոնք կներծծվեն ամբողջությամբ 2-ից 3 օր անց։ Իսկ այժմ հարգելի հեռուստատիտողներ, բոլորին հրավիրում եմ սնվելու, ընդ որում սնվելու հաճույքով եւ սնվելու առողջ սննդակարգով։ Մեզ այդ գործում այսօր օգնելու է նյարդաբան Դավիթ Ալոյանը, ողջույն, եւ իհարկե մեր խոհարարը Նարինե Ալեքսանյանը, ողջույն։ Ողջույն։ Ձեր կարծիքով ինչ է պետք Նարինե լավ քնելու համար։ Միգուցե ինչ-որ համեղ ապուր, օրինակ դդմապուր։ Օրինակ դդմապուր ուտենք, քնենք։ Ինչու՞ ոչ։ Դծում է պետք 200 գրամ, գազար 50 գրամ, սպիտակ սոխ 30 գրամ, ձիթայուղ 10 մլ, դդմի սերմեր 2 գրամ, սերուց 20 մլ, միկրո կանաչի համեմ, կարմիր աղացած պղպեղ։ Այս բաղադրատոմսով կուտեք բժիշկ ջան։ Գոյակապ։ Շատ լավ, գոհեք։ Այո։ Դե լավ, դե գոնե մի քիչ քնելու մասին պատմեք մեզ։ Մինչև Նարինեն կպատրաստի մեր ապուրը։ Քնելու եւ ուտելու հետ կապված շատ հետաքրքիր թեման։ Անդրադառնանք ամենակարևոր հարցերից մեկին, որը շատերն են տալիս, որ ժամին է պետք վերջին սնունդը ընդունելը։ Տեսեք, առողջ քնի համար կարևոր է ոչ թե վերջին ուտելու ժամը, այլ ժամանակահատվածը։ Այսինքն մինչև քնելը։ Քնելուց մոտ 3-3.5 ժամ առաջ, մինչև 4 ժամ առաջ
համարվում է իդեալական ժամանակահատված վերջին սննդի ընդունման համար։ Իսկ ինչու է այդպես։ Հարցը ոչ թե այն է, որ գիշերը սնունդ ուտելով դուք կգիրանաք կամ քնելուց 2 ժամ առաջ սնունդ ուտելով դուք կգիրանաք, այլ հարցը մեր վերականգնումն է։ Քունը շատ կարևոր փուլ է օրգանիզմի համար, քնի ընթացքում ամբողջ օրգանիզմը եւ հատկապես գլխուղեղը վերականգնվում է։ Եվ որpիսի մեր վերականգնումը լիարժեք տեղի ունենա, առավոտյան քնից արթնանալուց լինենք թարմ, օրգանիզմը պետք է զբաղված լինի բացառապես վերականգնման աշխատանքներով, այլ ոչ թե քնած նոր սնունդ ընդունած լինելու դեպքում եւ 1 ժամ հետո քնած լինելու դեպքում օրգանիզմը զբաղվի մարսողության process-ներով։ Բնականաբար։ Իսկ կան սննդատեսակի տեսակներ, որոնք լավ են ազդում քնի վրա, սննդատեսակներ, որոնք վատ են ազդում քնի վրա։ Ըստ էության մի փոքր պայմանական կլինի այդպիսի ձևակերպումը, հատկապես վատ ազդելու առումով, չենք կարող ասել շատ վատ ազդող սննդամթերք։ Այսինքն որ գրգռում են, նյարդային համակարգը անհանգստացնում են, չէ՞։ Գրգռվում է ալկոհոլից, շատ կարևոր է դա շեշտենք, այստեղ։ Բայց շատ-շատերը հակառակը, չէ՞, ասում են մի բաժակ գինի քնելուց առաջ կարելի է խմել։ Ալկոհոլը իրականում կարող է քնկոտություն առաջացնել, հատկապես ինչքան շատ խմենք, այնքան ավելի շատ, բայց այն խախտում է քնի, այսպես ասած, ճարտարապետությունը, այսինքն քնի փուլերը, քնի ցիկլերը, տեղի ունենում քնի ցիկլերի արագացում եւ մենք քնում ենք ավելի մակերեսային ու վատ։ Այսինքն 1 գավաթ գինին երեկոյան ժամերին դուք Եթե խորհուրդ ուզում չեք եք տալու։ իմանալ իմ մոտեցումը, այն կարող է տարբերվել սրտաբանների եւ այլ բժիշկների մոտեցումից, առհասարակ ես ամենօրյա ալկոհոլի օգտագործումը անգամ փոքր քանակներով չեմ խրախուսում։ Այո, կա այդպիսի կարծիք, որ կարմիր գինի 1 գավաթը նվազեցնում է սրտամկանի հիվանդությունների հավանականությունը բավականին բարձր տոկոսով, սրտաբանները դրա մասին խոսում են, բայց հիմա տեսեք մեր նյարդաբանը ասում է չէ, Ես համարում եմ, որ դա այն որոշիչ գործոնը չէ, որի վրա միայն հիմնվելով մենք կարող ենք անել պրոֆիլակտիկա, կարող ենք այլ կարևոր պրոֆիլակտիկ միջոցներ կիրառել, իսկ ալկոհոլի ամենօրյա օգտագործումը նյարդային համակարգի եւ քնի վրա կարող է վատ ազդեցություն ունենալ։ Մարին ուր հասանք։ Մենք մեր դդումը արդեն խաշել ենք նախապես։ Հիմա ավելացնելու ենք նաև սոխ եւ գազար տապակված, մի փոքր սերուցք եւ բլենդերով հարելու ենք իրեն։ Դե, քանի որ դա պահանջելու է մի քիչ այսպես ձայնային էֆեկտներ, մենք մի փոքր դադար կտանք։ Եվ այսպես մեր կրեմապուրը կարծես թե պատրաստ է, թե ինչ որ լրացուցիչ շտրիխներ ունենք, այսպես ասած։ Լրացուցիչ շտրիխները արդեն մատուցման ժամանակ։ Ինչ կցանկանայիք լրացուցիչ։ Այո, ինչ շտրիխներն են կատարվում, ես ասեմ, թե ինչ երկու առումով է այս կրեմապուրը որպես ընթրիքի տարբերակ շատ լավ է։ Նախ եւ առաջ նրա ձևը հեղուկ է, որը որ դյուրամարս է, այսինքն չի ծանրաբեռնում մեր ստամոքսը եւ մարսողական համակարգը։ Բացի այդ, ուղեղը հաճախ քաղցը եւ ծարավը շփոթում է։ Ուղեղի նույն հատվածում են տեղակայված քաղցի եւ ծարավի կենտրոնները եւ հեղուկ սնունդ ընդունելով մենք միաժամանակ երկու առումով էլ կարող ենք հագեցում ունենալ։ Ընդունեցինք։ Եվ բացի այդ նրա բաղադրության մեջ մտնող որոշակի նյութեր, դդումը պարունակում է բարդ ածխաջրեր, որոնք որ նպաստում են տրիպտոֆանի ներթափանցմանը գլխուղեղ, իսկ տրիպտոֆանը այն նյութն է, որը որ հետագայում վերածվում սերոտոնինի, ճակերտավոր ասած երջանկության հորմոնի, իսկ սերոտոնինը իրականում պետք է քիմիական ռեակցիայի արդյունքում վերածվի մելատոնինի, որը որ մեր քնի համար պատասխանատու գլխավոր նյութն է։ Բացի այդ, դդմի սերմերը, որոնք որ հիմա մատուցման ժամանակ ավելացվում են, իրենց մեջ պարունակում են ցինկ եւ մագնեզիում, իսկ մագնեզիումը գիտենք, որ նյարդային համակարգի վրա եւս ունենում է դրական հանգստացնող ազդեցություն։ Այս ապուրը քնաբեր չէ, սակայն այս ապուրը կարող է առավելագույն ձևով նպաստել ընթրիքի ժամանակ, որպեսզի մենք հետո լավ քնենք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, փաստորեն մենք ձեզ այսօր առաջարկում ենք ֆանտաստիկ տարբերակ երեկոյան առողջ քունը ապահովելու համար։ Ձեզնից կպահանջվի, այն է իրականում տնային պայմաններում ինչքան ժամանակ կպահանջվի այս կրեմապուրը պատրաստելու համար։ Բարդ չի, բայց մի քիչ ժամանակատար է։ 30 րոպե։ 30 րոպե եւ ձեր ընտանիքի բոլոր անդամները կգնան քնելու լավ տրամադրությամբ եւ ամենայն հավանականությամբ կունենան լավ երազներ։ Իդեպ մենք ունենք այստեղ նյարդաբան եւ ես չեմ կարող չանդրադառնալ, ինչ է իրենից ներկայացնում երազը։ Երազը հոգեբանական եւ նյարդաբանական, այսպես համալիր գործողություն է, այն ուղեղի կողմից օրվա ընթացքում մեր ստացված տեղեկատվության, մեր ստացված տեսողական պատկերների, բոլոր տեսակի զգայարանների կողմից ընկալված տեղեկատվության վերլուծությունն է,
համադրումն է եւ այնպիսի կոմբինացիաների, այսպես ասած, ձևավորումն է, որոնք իրականության մեջ կարող են գոյություն չունենալ։ Մարդիկ կան, որ երազներ տեսնում են, մարդիկ կան երազներ չեն տեսնում։ Այո։ Ինչու՞։ Դա նրանց ուղեղի առանձնահատկությունն է, թե ինչպես է ուղեղը մշակում ինֆորմացիան, երկուսն էլ խնդիր չեն։ Խնդիր են գիշերային մղձավանջերը, երբ երազները վեր են ածվում վատ պատկերների, վատ տեսարանների մղձավանջների, սակայն պետք է շեշտեմ, որ դա նյարդաբանության տիրույթում չէ, դա հոգեբուժության, հոգեբանության, հոգեթերապիայի տիրույթում է, իսկ նյարդաբանության տիրույթում են մյուս տեսակի քնի խանգարումները։ Քնի ընդհատումները, դժվար քնելը, կարճ քնելը եւ այլն։ Ասեց երազները իրանցը չի։ Ասեց մեզ տալիս եք մեր ապուրը, ունենում եք լավ քուն, թե ինչ երազներ կտեսնեք, այդ արդեն դիմեք հոգեբաններին։ Հիշեցնեմ հարգելի հեռուստա, այդ տանկ չէ երևի ամեն դեպքում, հա, ճիշտ տանկ, եկավ այսքան աշխատեց, մեզ պատմեց, մի ապուրը ինչ է, որ մենք չտանք։ Գոհ եք։ Անչափ։ Սրանից հետո ամեն անգամ կասեք թե ինչ եք սիրում, մենք կպատրաստենք, դուք էլ կգաք մեզ հյուր։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, մենք այսօր առաջարկեցինք ձեզ տարբերակ առողջ քնի եւ առողջ սննդի համադրության համար, որի պարագայում կարծում եմ, որ շատ այդ կօգտագործեք եւ կլինեք գոհ։ Ինչպես նաեւ ուզում եմ վերջում շնորհակալություն հայտնել մեր բժշկին, մեր խոհարարին եւ իհարկե ձեզ մեր հաղորդումը դիտելու համար։ Մնացեք մեզ հետ։ Այսօր խոսելու ենք ծնկահոդերի արտրոզի կամ այսպես կոչված գոնարտրոզի մասին։ Ծնկահոդերի արտրոզի ժամանակ տեղի է ունենում հոդային աճառների մաշվածություն, որի հետևանքով առաջանում է ծնկահոդերի միջհոդային ճեղքի նեղացում, ինչի արդյունքում հոդային մակերեսները կարող են քսվել մեկը մյուսին եւ առաջացնել խիստ ցավ եւ շարժման սահմանափակում։ Գոնարտրոզը առաջանում է շատ տարբեր պատճառներով։ Կարևոր է ժառանգական գործոնը։ Առավելորդ քաշը նույնպես նպաստում է գոնարտրոզի առաջացմանը։ Պատճառներից մեկը նաև բորբոքային հիվանդություններն են, այդ թվում ռևմատոիդ արտրիտը։ Կարող է առաջանալ երկարատև միևնույն դիրքում լինելուց, երկարատև նստակյաց կամ կանգնած աշխատանքի հետևանքով։ Օստեոպարոզը նույնպես հանդիսանում է պատճառներից մեկը։ Կարող է առաջանալ նաև վնասվածքների հետևանքով։ Առաջի վարժությունը, որը կատարում ենք ծնկահոդերի արտրոզի դեպքում, ծալում-բացում վարժությունն է։ Շատ կարևոր է հոդաճեղքերի մեծացումը վարժությունների շնորհիվ, որպեսզի ունենանք առավել անցավ շարժունակություն։ Այս վարժությամբ միաժամանակ երկու գործողություն ենք կատարում։ Մեծացնում ենք հոդաճեղքերը, նաև զարգացնում ենք հոդի շրջակա մկանները, որպեսզի բարելավենք հոդի ամորտիզացիոն ֆունկցիան եւ ծանրաբեռնվածությունը գցենք մկանների վրա, այլ ոչ հոդի։ Արտրոզների ժամանակ կարևոր է վարժությունները առավելապես կատարել հորիզոնական դիրքում, քանի որ ուղղահայաց դիրքում կատարվող վարժությունները ավելի շատ նպաստում են հոդի մաշվածությանը։ Այս վարժության շնորհիվ ամրացնում ենք ազդրի առաջային երեսի մկանները, այդ թվում քառագլուխ մկանը, որպեսզի ձևավորենք հոդի շուրջ ամուր մկանային կորսետ։ Քանի որ հոդի մաշվածության հետևանքով առաջանում է շարժումների սահմանափակում, շարժման ժամանակ ցավ կամ վարժություններ, որոնք կատարում ենք հենց այդ նպատակով վերացնելու նշված խնդիրները։ Այս վարժությունը ևս նպաստում է հոդում շարժունակության բարելավմանը եւ ցավի նվազեցմանը։ Adekvat շարժունակությունը եւ քաշի պահպանումը ձեզ կարող են ազատել արտրոզների առաջացումից։ Դե ինչ կարծես, ամեն ինչ ասեցինք, ավելացնելու բան ունես, չէ՞։ Ամեն ինչ հասցրեցինք, պատմեցինք, հիշեցրեցինք, որ Հայաստանում արդեն մի քանի ամիս է գործում է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը եւ 30-ից 60 տարեկան կանայք կարող են անվճար օգտվել այս հետազոտություններից։ Բարձրակարգ, որակյալ եւ ամենակարևորը՝ ձեր առողջությունը պահպանող։
Քեզ խորհուրդ չեմ տալիս, քեզ համար ամեն ինչ արդեն ուշ է, իսկ մեր կանանց բոլորին խորհուրդ եմ տալիս լինել ուշադիր եւ լինել առողջ։ Եղիր առողջներ եթերով։ Կհանդիպենք։